Բարի գալուստ ամպեր գիտատեխնիկական աշխատանոցի YouTube-յան ալիք կամ ապագա, որտեղ մարդիկ քիչ են աշխատում, ռոբոտները վիրահատում են, իսկ ձեր ուղեղը շուտով կունենա Wi-Fi։ Հետաքրքիր էր, չէ՞։ Գնացինք։ Աշխարհում առաջին անգամ ռոբոտը կատարել է կատարակտի վիրահատություն։ Ինչ է տեղի ունեցել։ Polaris անունով ռոբոտը իրականացրել է կատարակտի հեռացում։ Արդյունքներն իսկապես տպավորիչ են, 10 պացիենտների տեսողությունը վերականգնվել է առանց բարդության։ Ինչպես է այն աշխատում։ Վիրաբույժները ռոբոտին կառավարել են հատուկ խցիկից, օգտագործելով 3D մոնիտորներ եւ տակտիլ շոշափելի կառավարման վահանակներ։ Սա թույլ է տալիս հասնել այնպիսի ճշգրտության, ինչը հնարավոր չէ մարդկային ձեռքի համար։ Սա նշանակում է, որ արդյունքում գուցե ձեր վիրաբույժը լինի ռոբոտ, բայց եթե արդյունքը կատարյալ է, ինչու ոչ։ Կոլումբիայի համալսարանում ստեղծել են ուղեղի չիպ թղթի հաստության։ Այս ուլտրաբարակ իմպլանտը ունի 50 միկրոմետր հաստություն եւ պարունակում է 65000 էլեկտրոդ, որը իսկապես ինժեներական հրաշք է։ Այն ունակ է տվյալներ փոխանցել անլար եղանակով 100 մեգաբիտ վայրկյան արագությամբ։ Սա 100 անգամ ավելի արագ է, քան աշխարհում գոյություն ունեցող ցանկացած այլ անլար նյարդային ինտերֆեյս։ Այն կարող է օգնել էպիլեպսիայի, ինսուլտի եւ ALS-ի բուժմանը։ Դե ինչ, ստացվում է, որ ապագայում մեր ուղեղը կարող է միանալ ինտերնետին։ Մնում է, որ կարևոր պահերին Wi-Fi-ը չանջատվի։ Եթե դուք անընդհատ հետաձգում եք ձեր գործերը, ասում եք, որ վաղը կանեք, շնորհավորում եմ, գուցե դուք հանճարեք։ Վերջերս հոգեբաններն անցկացրել են հարցում շուրջ 300 մարդու շրջանակում եւ պարզ է դարձել, որ ծույլերն ունեն ավելի ստեղծարար մտածողություն, վերլուծական մտածողություն, ինչպես նաեւ ավելի հանգիստ են արձագանքում սթրեսին։ Քանի որ նրանց ուղեղը մշտական խուճապի մեջ չէ, նրանք ժամանակ են տալիս մտածելու իրենց եւ հաճախ գտնում են ամենախելացի լուծումը։ Այսինքն, մինչ աշխատասերները երրորդ մասնագիտական այրումն են ունենում, ծույլը նստած մտածում է. «Սպասեմ, ավելի հեշտ ձև հաստատ կգտնեմ»։ Այսպիսով, եթե դուք հիմա ձեր աշխատանքի փոխարեն նայում եք մեր YouTube-յան հոլովակը, ապա դա գիտականորեն արդարացված է։ Հիմա մի լուր, որն ամբողջովին բառացիորեն փոխում է ավտոմեքենաների աշխարհը։ Բրիտանական ՅԱՍԱ ընկերությունը ստեղծել է առանցքային հոսքով շարժիչ։ Հիմա լսեք թվերը ու փորձեք չզարմանալ։ Փակի։ Նրանք ստեղծել են առանցքային հոսքով շարժիչի նախատիպ, որի տվյալներն ուղղակի անհավանական են թվում։ Քաշը ընդամենը 12,7 կիլոգրամ, հզորությունը 1006 ձիաուժ։ Սովորաբար, եթե շարժիչը տեղադրում ես անիվի մեջ, մեքենան դառնում է ծանր ու վատ է ղեկավարվում, բայց այս շարժիչը այնքան թեթև է, որ գրեթե չի ավելացնում զանգվածը, այսինքն թեթևություն պլյուս հզորություն եւ պլյուս կոմպակտ։ Եթե սա մտնի սերիական արտադրություն, պատկերացրեք յուրաքանչյուր անիվին 1 շարժիչ մինչև 4000 ձիաուժ ընդհանուր հզորություն։ Սա արդեն ոչ թե սովորական մեքենա է, այլ տիեզերանավ գետնի վրա։ 3D սկանավորում գրեթե 1 կիլոմետրից։ DJI-ը ներկայացրել է իր նոր Zenmuse L3-ը, որը հնարավորություն է տալիս 1 թռիչքի ընթացքում ստանալ ցանկացած տեղանքի ծավալային մոդելը։ Սարքի քաշը ընդամենը 1,6 կիլոգրամ է, վայրկյանում արձակում է 2 միլիոն իմպուլս։ Սա թույլ է տալիս ֆիքսել օբյեկտների արտացոլումները ռեկորդային 950 մետր հեռավորության վրա, նույնիսկ եթե օբյեկտի մակերեսը թույլ է անդրադարձնում լույսը։ Առավելագույն ճշգրտության եւ գունային իրական պատկեր ստանալու համար սկաները զինված է 200 մեգապիքսելանոց RGB տեսախցիկներով։ Սա 5 անգամ գերազանցում է նախորդ մոդելի L2-ի ցուցանիշները եւ թույլ է տալիս կառուցել թվային քարտեզներ առանց լրացուցիչ լուսանկարահանման անհրաժեշտության։ Սա արդեն ոչ թե դրոն է, այլ հետախույս։ Գնա եւ ասա լռեն, ինչպես էին պատկերացնում երկիրը 100 տարի առաջ։ 1927 թվականին նկարահանված Մետրոպոլիս ֆիլմը 2026-ը պատկերացնում էր մեգա քաղաքներով եւ երկնաքերերով։ Եվ անկեղծ որոշ ասիական քաղաքներ էլ հենց այդպես էլ կան, կարծես ֆիլմից են դուրս եկել։ Պակասում են միայն թռչող մեքենաները։ Ամփոփենք, թե ինչ ունենք տեխնոլուրերի ավարտին։ Հաջողակ ծույլեր, 4000 ձիաուժով մեքենաներ, վիրաբույժ ռոբոտներ։ Ապագան արդեն եկել է, իսկ մեզ մնում է միայն հարմարվել այս իրականությանը։ Դե իսկ վերջում չենք մոռանում սովորել եւս մեկ հայերեն բառ՝ անկյունահղկիչ, կամ ինչպես ամպերում է հայտնի բալգարկա։ Հետաքրքիր էր հոլովակը։ Թողեք մեկնաբանություն, հավանեք հոլովակը, ինչպես նաև հետևեք մեր էջին, որ բաց չթողնեք թոփ տեխնոլուրերի հաջորդ թողարկումը։ Կտեսնվենք։